Վնասվածքներ սափրիչով, ներարկել թուք, կարել աչքերը, շուրթերը, գամել ոտքերը, մետաղյա առարկաներ կուր տալ։ Սրանք սարսափվիլմենից դրվագներ չեն, այլ հայաստանյան բանտերում ամենատարածված ինքնավնասման մեթոդները։ Այս տարվա առաջին կիսամյակում 112 անձ կատարել է 246 ինքնավնասում։ Նրանցից միայն 3-ն են կին։ Ինքնասպանությունների թիվը հասել է 5-ի։ Այս մասին Զարգերայգեյմին հայտնել են քրեակատարողական ծառայությունից։ Փորձագետ Արշակ Գասպարյանի խոսքով ինքնավնասումները արվում են դեղերի գերդոզավորումով եւ ներարկիչներով, կոշիկի կապերով։ Նա նկատեց, որ վերահսկողության խնդիր կա։ ՔԿՀ-ում հաճախ ինքնավնասումը համարում են մանիպուլյացիա, որ ծխախոտ չեն տալիս, այլ խուց չեն տեղափոխում, ինչը փորձագետը համարում է ճշմարտության կեսը։ Ինքնասպանությունների մեծ մասում նախկինում արվել է թեթև ինքնավնասում, ասաց նա։ Միանշանակ չէ, որ այս մարդիկ ունեն հոգեկան հիվանդություն։ Պատճառներն են անարդարության կրծող զգացում, սեփական մեղքի հետ անհաշտություն, դատավճռի չընդունում, անձնական հարաբերություններ, անհաղթահարելի մարմնական ցավեր։ Եվ մարդը գնում է սուիցիդի ոչ թե ցանկությունը մահանալն է, այլ վերջ տալն է այն ցավի, որի հաղթահարման ուժը չունի։ Երբեմն մարդիկ իրենց ցավերի մասին խոսում են, բայց լսող ու հավատացող չկա, ասաց Արշակ Գասպարյանը։ Նա կարծում է, որ ՔԿՀ-ում պետք է այս մարդկանց դիտարկեն վաղը հասարակություն վերադարձողներ, ինչ որ մեկի հարազատ, ու պետությունը պարտավոր է նրանց կյանքի համար պատասխանատվություն կրել։ Ռիսկային մարդկանց մեկուսացնելն առավել ռիսկային է։ Կարևորը հեռու մնալ արդարացումից, որ եթե մարդն ուզում է մեռնի, նրան ոչինչ չի փրկի, նկատեց փորձագետը։